Ողջունում եմ ձեզ օժտվածը դասընթացի 3-րդ դասին։ Հուսամ, որ շատ բան եք ստանում այս դասընթացից։ Դեռ ավելին կա, որ ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այնքան բաներ կան Աստծո խոսքում, որոնք իմ խորին համոզմամբ զինելու եւ զորացնելու են ձեզ, որ ծաղկեք, քանի որ սկսելու եք շարժվել ձեր պարգևների համեմատ։ Արագ ամփոփենք։ Առաջինը յուրաքանչյուրիս կյանքի համար կա կոչում, եւ երկրորդը Աստված տալիս է մեզ գործիքներ, որոնք անվանում է պարգևներ, այդ կոչումն իրագործելու համար։ Կոչումը մեր բնական կարողություններից վեր է, այդ պատճառով էլ մենք ունենք նրա գերբնական օժտման կարիքը։ Մի մոռացեք, որ պարգևները երբեմն ակնհայտորեն գերբնական են, իսկ երբեմն դրանք բնական են թվում, մինչդեռ իրականում արտասովոր են։ Ահա թե ինչ։ Աստծուց տրված բոլոր գերբնական պարգևները գերազանցելու են ձեր սովորական ու բնական կարողությունները։ Կա պարգևների երկու հիմնական տեսակ, որ Աստված տալիս է իր ժողովրդին։ Պետրոս առաքյալն այդ մասին խոսում է առաջին Պետրոսի 4:10 եւ 11 խոսքերում։ Նա ասում է. Աստված ձեզնից յուրաքանչյուրին տվել է, ուշադրություն դարձրեք, որ չի ասում 5 ծառայողական պարգևների մեջ կանչվածներին, այլ ամեն մեկին։ Նշանակություն չունի առևտրական ես, թե տնային տնտեսուհի, մայրիկ, նշանակություն չունի առողջապահական ոլորտից ես, կրթական, կառավարական թե սպորտի։ Աստված մեզնից յուրաքանչյուրին տվել է իր պարգևների մեծ բազմազանությունից։ Աստվածաշունչը չի չափազանցնում, երբ խոսում է բազմազանությունից, սա նշանակում է, որ կան բազմաթիվ հոգևոր պարգևներ, դրանք ճիշտ գործածեք եւ դրանցով միմյանց ծառայեք, ունեք բանավոր խոսքի պարգև, ուրեմն խոսեք այնպես, կարծես Աստված ինքն է ձեր միջոցով խոսում։ Բանավոր խոսքի պարգևը զուգակցվում է առաջնորդության պարգևի հետ։ Այս պարգևը կարող է կիրառվել կառավարական շրջանակներում, այն կարող է կիրառվել ավագ դպրոցում, որտեղ դասավանդում եք մաթեմատիկա կամ մեկ այլ առարկա։ Դա պարգև է Աստծուց եւ դուք կարող եք ձեր դպրոցում դասավանդող անհավատներից ավելի վեր բարձրանալ դասավանդելու ձեր գերբնական պարգևի շնորհիվ։ Սա հրաշալի մի բան է։ Հիմա մտաբերում եմ այն ժամանակները, երբ ուսանող էի Փուրդյու համալսարանում, որտեղ սովորում էի մեքենաշինությունը, ինչը իմիջայլոց բոլորովին կապ չունի կոչմանս հետ։ Դրա մասին ավելի ուշ կխոսեմ։ Մեր դասախոսներից մեկն անգերազանցելի էր։ Անգերազանցելի էր իր գիտելիքով եւ բացահայտումներով։ Նա դասավանդում էր նյութերի ուսումնասիրություն, գիրք էր գրել, եւ մենք դասի ընթացքում օգտվում էինք նրա գրքից։ Մեկ օր 500 այլ ուսանողների հետ լսանանում նստած բառացիորեն քնեցի, քանի որ գրեթե չէի հասկանում, թե ինչից էր խոսում։ Նա օժտված գիտաշխատող էր, օժտված գրող էր, սակայն օժտված ուսուցիչ չէր։ Նա չուներ բանավոր խոսքի պարգև։ Լավ, եւ ես չէի հասկանում, թե ինչու էին մեզ ուսանողներիս դրանով տանջում, ինչևէ։ Ուրեմն խոսեք այնպես, կարծես Աստված ինքն է ձեր միջոցով խոսում։ Ունեք ուրիշներին օգնելու պարգև, արեք դա ամբողջ ուժով եւ զորությամբ, որ Աստված տվել է։ Պարգևները կարող են դասակարգվել երկու խմբի՝ բանախոսական եւ ծառայողական։ Թույլ տվեք մի օրինակ բերել ծառայողական պարգևի մեկ այլ օրինակ Աստվածաշնչից։ Այն Ելից 31-րդ գլխի 1-6 խոսքերից է։ Այնուհետև Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Նայիր, լավ նայիր, ուսումնասիրիր, ես արդեն արել եմ սա։ Այն ինչին դու հիմա նայելու ես, ես դա արդեն արել եմ։ Աստված չասաց Մովսես գնա եւ ձեռքերը դիր այդ տղայի վրա ու փոխանցիր նրանց ինչ-որ բան։ Նա ասաց. Նայիր, ես հատուկ ընտրել եմ Բեսելիելին, Ուրիի որդուն Հուդայի ցեղից։ Ես լցրել եմ նրան Աստծո հոգով։ Այն, ինչ հիմա կարդալու եմ, գերբնական է։ Ես լցրել եմ նրան Աստծո հոգով, տալով նրանց մեծ իմաստություն եւ վարպետություն ամեն տեսակ արհեստի մեջ։ Նա վարպետ արհեստավոր է, ոսկու, արծաթի եւ պղնձի հետ աշխատելու փորձագետ։ Նա հմուտ է թանկարժեք քարեր փորագրելու եւ փայտից քանդակներ պատրաստելու գործում։ Նա ամեն արհեստի վարպետ է, եւ ես անձամբ եմ նշանակել Վոողիաբին։ Այստեղ ներքևում կարող եք ինքներդ կարդալ. Դանի ցեղից լինելու նրա օգնականը։ Եվ ավելին, այժմ լսեք, սա իսկապես կարևոր է, ես հատուկ հմտություն եմ տվել բոլորին։ Այստեղ խոսվում է խմբի մասին, բոլոր օժտված արհեստավորներին, որպեսզի կարողանան պատրաստել բոլոր այն բաները, որոնք ես հրամայել եմ ձեզ պատրաստել։ Ինչ էր Աստված հրամայել նրանց պատրաստել։ Տաճարը, խորանը, լավ։ Խոսքը շոշափելի խորանի մասին էր, դա տաճար չէր։ Խոսքը հենց խորանի մասին էր, սկզբում սխալ ասացին, նրանց հմտություն էր տրված կառուցելու խորանը։ Ինչ էր խորանը։ Այն Աստծո մշտաբնակ ներկայության վայրն էր։ Այո,
Տեսնենք, թե ինչ է գրված այս մասին նոր կտակարանում։ Որտեղ է խորանը։ Դա եկեղեցին է։ Դուք կենդանի Աստծո խորանն եք։ Պողոսը խոսում է հավաքական եկեղեցուն։ Ինչու է Աստված մեզ հատուկ պարգևներ տվել։ Նա դրանք տվել է մեզ իր եկեղեցին կառուցելու համար։ Եվ որոշումը ձերն է։ Կօգտագործեք այդ գերբնական պարգևները, որոնք նա տվել է ձեզ։ Հիշեք, որ բոլորը, այդ թվում դուք, հենց դուք, որ հիմա լսում եք ինձ, բոլորը ունեն պարգև, բոլորը։ Իսկ ինչպես է դա կիրառվում այսօր։ Այսօր խորանը եկեղեցին է։ Հիշեք, որ Պողոսն ասել է հավաքական եկեղեցուն։ Դուք կենդանի Աստծո տաճարն եք, ուրեմն ինչ է Աստված արել։ Նա մեզնից յուրաքանչյուրին տվել է հմտություններ, գերբնական գործիքներ, գերբնական պարգևներ կառուցելու իր բնակության վայրը, իր եկեղեցին։ Եվ մենք կարող ենք օգտագործել այդ պարգևները, իրականացնելու այդ կոչումը կամ ինքներս մեր օգտի համար։ Այս մասին դեռ կհասցնենք խոսել հաջորդ դասերին, սակայն թույլ տվեք պարգևի աղավաղման մի օրինակ բերել Ելից 31-րդ գլխից։ Միայն մեկ գլուխ կքննարկենք։ Մովսեսը լեռան գագաթին է, իսկ մարդիկ զբաղմունք էին փնտրում։ Լավ։ Այս մասին կարդում ենք Ելից 32-ի 2-ից 4 խոսքերում։ Ուստի Ահարոնն ասաց. հանեք ոսկե ականջողերը։ Ձեր կանանց որդիների և դուստրերի ականջներից և դրանք ինձ մոտ բերեք։ Բոլորը հանեցին ոսկե ականջողերն իրենց ականջներից և բերեցին Ահարոնի մոտ, և Ահարոնը վերցրեց ոսկին, հալեցրեց այն ու դրանից ոսկեհորդ ձուլեց։ Գրված է, որ Ահարոնն արեց դա, բայց թույլ տվեք մի բան ասել, Աստվածաշնչում գրված է, որ Մովսեսը կառուցեց խորանը, սակայն Մովսեսը սեփական ձեռքերով չկառուցեց խորանը։ Ողիաբը և մյուս բոլոր հմուտ արհեստավորներն էին, որ կառուցեցին խորանը։ Ահարոնը չգիտեր ինչպես հալեցնել և ձուլել ոսկին։ Դա արեցին այն տղաները, ում Աստված կարողություն էր տվել։ Տեսնում ենք, որ նրանցից ոմանք լսեցին իրենց առաջնորդներին և կուռք պատրաստեցին։ Արդյոք սա ապշեցուցիչ չէ, որքան կարևոր է եկեղեցում ունենալ իմաստուն առաջնորդներ, կյանքում ունենալ այնպիսի մարդիկ, ովքեր կուղղորդեն օգտագործելու մեր պարգևները։ Այս հորդը դարձավ կուռք և Իսրայելի զավակներին շեղեց իրենց ճանապարհից։ Արդյունքում հազարավոր մարդիկ կորցրին իրենց կյանքերը, տրտմեցնելով Աստծո սիրտը։ Ուրեմն հիշեք, որ դուք եք ընտրում ինչպես օգտագործեք ձեր պարգևը։ Այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ դասին։ Հասկացանք, որ մենք կարող ենք աղավաղել Աստծո պարգևները, օգտագործելով դրանք մեր ծրագրերին ծառայեցնելու համար։ Կամ էլ կարող ենք ճիշտ օգտագործել Աստծո տված պարգևները ըստ նրա նախագծի։ Այսինքն, կառուցելու եկեղեցին, Հիսուս Քրիստոսին փառավորելու նպատակով։ Լավ, պարգևներ տրվում կամ ստացվում են երկու ձևով։ Առաջինը, դրանք տրվում են ի ծնե։ Այո։ Երկրորդը, դրանք փոխանցվում են Աստծո խոսքի միջոցով կյանքի որոշակի պահի։ Մի քանի օրինակ քննարկենք։ Ի ծնե, խոսենք ի ծնե ստացվող պարգևներից։ Լավ, երբ դեռ 20 տարեկան էի, երկրպագության մի առաջնորդ կար։ Նա երկրպագություն էր վարում 20-րդ դարի մի աշխարհահռչակ ավետարանչի համար։ Բոլորը ճանաչում էին նրան։ Եթե հիմա ասեմ նրա անունը, ոմանք չեն ճանաչի, սակայն եթե դա անեի 1980-ականներին, ապա բոլորը կիմանային նրան։ Եվ այս մարդը երկրպագության այդ աշխարհահռչակ առաջնորդը, մի պահ վերադառնանք ավետարանչին։ 1970-ականներին այդ ավետարանիչը ննջեց ու գնաց երկինք իր վարձքի հետևից։ Իսկ երկրպագության առաջնորդը, ով նրա հետ ծառայել էր տասնամյակներ շարունակ, հիմնեց իր ծառայությունը։ Նա մի քանի անգամ հյուրընկալվել է մեր եկեղեցում։ Այդ տղան ուղղակի զարմացնում էր, երբ նա սկսում էր դաշնամուր նվագել, մի քանի րոպե անց 2500 մարդ պարում ու երգում էին։ Դա գերբնական մի բան էր։ Ինչպես էր նա կարողանում 2500 մարդուց բաղկացած լսարանը գրավել և այնպես անել, որ րոպեներ անց բոլորը պարեին։ Ինձ համար դա շատ զարմանալի էր։ Հիշում եմ, որ մի քանի տարի անց նա սկսեց հաճախ գալ մեր եկեղեցի, շատ հաճախ էր այցելում մեզ։ Ես պատասխանատու էի հոգ տանելու մեր եկեղեցու հյուրերի մասին։ Ու հիշում եմ, այնքան ոգևորված էի, որ երբեմն պարզապես առանց աչքերս թարթելու հիանում էի նրա պարգևով։ Մեկ անգամ, երբ նա մեքենայիս մեջ էր, կամ օդանավակայանից հյուրանոց էինք գնում, կամ հյուրանոցից եկեղեցի ծառայության, ես նրան ասացի. ասեք ինձ, խնդրում եմ, որքան ժամանակ է պահանջվել, որ սովորեք այդպես դաշնամուր նվագել։ Նա ասաց. չեմ սովորել։ Ասացի. ինչ եք ասում։ Նա ասաց. Ջոն, մայրս Աստծո հզոր դուստրն էր։ Նա ամեն օր ժամեր շարունակ աղոթում էր։
Երբ դեռ մորս որովայնում էի, մեկ օր մի մարդ է եկել մեր տուն, ում մայրս եւ հայրս նախկինում երբևէ չէին տեսել, մինչև որս նրանք կարծում են, թե դա հրեշտակ էր։ Նա նստել է մեր հյուրասենյակում եւ ասել. «Կին, այն երեխան, որին դու կրում ես, միլիոնավոր մարդկանց առաջնորդելու է Աստծո ներկայության մեջ»։ Հետո նա հեռացել է ու ծնողներս այլևս չեն տեսել նրան, ասաց. «Ջոն, երբ ես փոքր էի, մեկ օր նստել եմ ծնողներիս դաշնամուրի առջև եւ սկսել մի բարդ ստեղծագործություն նվագել։ Դա 2 նոտայից բաղկացած մեղեդի չէր։ Բարդ ստեղծագործություն էր, ինչը նվագելու համար ուրիշներից տարիներ կպահանջվեր, իսկ ես երբևէ կյանքում ոչ մի նոտա չեմ կարդացել։ Կարող եմ անմիջապես նվագել ցանկացած երգ, որ կլսեմ։ Այս տղան ակնհայտորեն պարգև էր ստացել դեռևս մոր որովայնում։ Ահա մեկ այլ օրինակ։ Աքիանան, ով իմ ամենասիրելի նկարիչներից է, 4 տարեկանում սկսել է գեղեցիկ նկարներ անել։ 6 տարեկանում նա արդեն բարդ նկարներ էր նկարում։ Իսկ 8 տարեկանում նկարել է հայտնի խաղաղության իշխանը նկարը, որը կախված է իմ աշխատասենյակում։ Ակնհայտորեն նա պարգև ունի։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Այս անգամ Սուրբ Գրքից։ Հովանես Մկրտիչն էլ պարգև ուներ։ Որն էր նրա պարգևը? Քրիստոսին ճանաչելը։ Նա առաջինն էր, ով ճանաչեց Հիսուսին, երբ ուրիշ ոչ ոք նրան չէր ճանաչում։ Երբ նա դեռ մոր որովայնում էր, Մարիամը այցելեց Եղիսաբեթին։ Մարիամի սենյակ մտնելուն պես Հովանեսը խաղաց։ Ինչու՞, քանի որ ճանաչեց Հիսուսին։ Նա այդ պարգևն ուներ դեռևս մոր որովայնից։ Պատմությունը շարունակվում է, եւ երբ նա արդեն 30 տարեկան էր եւ հայտնվում է նրա հասակակից Հիսուսը, մի մոռացեք, որ նույն այդ վայրում բազմաթիվ այլ մարդիկ կային։ Ամբոխը մեծ էր, սակայն նրանցից ոչ մեկը չճանաչեց Հիսուսին, այլ միայն Հովանեսն ասաց. «Ահա Աստծո գառը, ով վեր է առնում աշխարհի մեղքը»։ Նա ուներ գերբնական պարգև։ Ինչ պարգև էր դա? Մեսիային ճանաչելու պարգև, երբ մյուսները չէին կարողանում անել դա։ Սրանք օրինակներ են դեպքերի, երբ պարգևները տրվել են ի ծնե։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։ Մասին, որոնք տրվում են փոխանցումով։ Հռոմեացիների 1:11-ում գրված է. «Փափագում եմ տեսնել ձեզ, որպեսզի կարողանամ հոգևոր պարգևներ փոխանցել, որ դուք հաստատվեք»։ Պարզ է, որ այստեղ խոսքը դեռևս չծնված մանուկների մասին չէ, խոսքն ուղղված է մեծահասակներին, եւ Պողոսն ասում է. «Ուզում եմ ձեզ հոգևոր պարգևներ փոխանցել, որոնք կօգնեն ձեզ հաստատվել որպես եկեղեցի»։ Ուրեմն պարգևները կարող են փոխանցվել։ Ահա մի քանի օրինակ։ Եթե ուսումնասիրենք Սավուղի կյանքը, 5 կտակարանյան թագավոր Սավուղին, կտեսնենք, որ նա չէր ծնվել ու մեծացել որպես մարգարե։ Սակայն, երբ կարդում ենք Թագավորաց առաջին գրքի 16-ը, տեսնում ենք, որ հետաքրքիր մի բան է տեղի ունենում։ Սամուել մարգարեն երիտասարդ Սավուղին ասում է. «Այդ ժամանակ Տիրոջ հոգին զորությամբ կիջնի քեզ վրա։ Դու նրանց հետ կմարգարեանաս եւ այլ մարդ կդառնաս»։ Ուստի, երբ Սավուղը մարգարեանալու կարողություն ստացավ, նա այլ մարդ դարձավ։ Ահա թե ինչ է տեղի ունենում ինձ հետ, երբ ինձ պարգևներ են փոխանցվում։ Մինչ ինձ կփոխանցվեր գրելու պարգևը, ես այլ մարդ էի։ Դրանից հետո այլ մարդ էի, մինչ այդ ատում էի գրելը, իսկ հիմա երբ գրում եմ, կորցնում եմ ժամանակի զգացողությունը։ Եթե շարունակությունը կարդաք Թագավորաց առաջին գրքի 19-23-ում, կտեսնեք, որ Սավուղը խելագար էր։ Իրականում նա դիվահարված էր, փորձում էր սպանել անմեղ մարդու երիտասարդ Դավթին։ Այդուհանդերձ, այդ պարգևը դեռևս գործում էր նրա կյանքում։ Գրված է, որ Ռամայի Նավաթի ճանապարհին Աստծո հոգին եկավ Սավուղի վրա ու նա սկսեց օր ու գիշեր մարգարեանալ։ Ահա, հիշում եք, որ Աստծո պարգևներն ու կոչումը անվերադարձ են տրվում։ Եվ չնայած, որ Սավուղը ամբողջովին դիվահարված էր, այն աստիճան, որ փորձում էր անմեղ երիտասարդի սպանել, ու արդեն իսկ սառնասրտորեն սպանել էր Տիրոջ քահանաների, շարունակում էր մարգարեանալ։ Ինչու? Որովհետև պարգևը անվերադարձ է տրվում։ Տիմոթեոսի պարագայում Պողոսն ասում է Տիմոթեոսին. «Մի անտեսիր քեզանում եղած պարգևը»։
Ուրեմն պարգևը հնարավոր է անտեսել, այն հնարավոր է թերագնահատել եւ չընդունել, որը քեզ տրվել է մարգարեությամբ երեցների ձեռնադրության միջոցով։ Ուստի Տիմոթեոսին պարգև էր փոխանցվել երիտասարդ տարիքում։ Տիմոթեոսի 2-րդ խտի 1:6-ում Պողոսն ասում է. «Այդ պատճառով հիշեցնում եմ քեզ, որ բորբոքես քեզանում եղած Աստծո պարգևը»։ Հենց սա է տեղի ունենում այս դասընթացի ժամանակ։ Տիրոջ խոսքը լսելու արդյունքում ձեր պարգևները բորբոքվում են։ Ուստի հնարավոր է ունենալ պարգևներ, սակայն գործի չդնել դրանք։ Օրինակ, ես կրկին կասեմ, որ ավագ դպրոցի առարկաներից ամենաշատը չէի սիրում անգլերենը եւ շարադրություն գրելը։ Սակայն մեկ օր Աստված աղոթքի ժամանակ խոսեց ինձ հետ։ 1991 թվականի ամռանն էր եւ ասաց. «Որդիս, ուզում եմ որ գրես»։ Հիշում եմ ինչպես էի մտածում, թե գրել չեմ կարող։ Արդյունքում ոչինչ չարեցի։ Ուշադիր եք, թե ինչ ասացի, ես ոչինչ չարեցի, քանի որ ապրում էի անցյալի փորձառությամբ, ըստ որի սարսափելի գրող էի։ Ցածր գնահատականներ էի ստանում անգլերենից եւ ընտրել էի ինժեների մասնագիտությունը, որպեսզի խուսափեի անգլերենից։ Պետական քննությունից 370 միավոր էի ստացել։ Կյանքում հանդիպած մարդկանցից, ում երբևէ տեսել եմ ճամփորդություններիս ընթացքում, միայն մեկն է անգլերենի քննությունից ստացել ինձնից ցածր միավոր։ Դա էր իմ ելակետը, սակայն երբ Աստված խոսեց ինձ հետ եւ ասաց. «Որդիս, ուզում եմ որ գրես», ինձ պարգև փոխանցվեց։ Սակայն 9 ամիս ոչինչ չարեցի, քանի որ հիմնվում էի անցյալի փորձառության վրա։ Հիշում եմ, որ 10 ամիս անց տարբեր նահանգներից 2 կանայք մոտեցան ինձ եւ ճիշտ նույն ուղերձը փոխանցեցին։ Ասացին. «Ջոն Բիվեր, եթե չգրես Աստծո տված պարգևով, նա ուղերձը մեկ ուրիշին կտա եւ մեկ օր դու ստիպված կլինես պատասխան տալ դրա համար»։ Հիշում եմ, երբ երկրորդ կինը, ով Տեխասից էր, Ֆլորիդայից եկած կնոջ ուղերձից 2 շաբաթ անց ինձ նույն բանն ասաց եւ Տիրոջ երկյուղը պատեց ինձ։ Ես պայմանագիր կազմեցի։ Թուղթ վերցրի։ Այն ժամանակ դեռ չկային iPad-ներ։ 1992 թվականն էր։ Թղթի վերևում գրեցի պայմանագիր, իսկ հետո աղոթեցի. «Աստված, կարծում եմ դու մեծ սխալ ես գործում։ Եկեղեցում շատ ավելի լավ գրողներ կան։ Ես գրել չգիտեմ, հետեւաբար շնորհքիդ կարիքն ունեմ»։ Հետո ստորագրեցի։ Այսօր գրքերս վաճառվում են տասնյակ միլիոնավոր օրինակներով, տարբեր լեզուներով ամբողջ աշխարհում։ Ինչպես շնորհքի պարգևի միջոցով։ Հիմա նայում եմ խոսելու ունակությանս։ Հիշում եմ, որքան վատ էի քարոզում, երբ մեր ամուսնությունից հետո Լիզան առաջին անգամ լսեց ինձ։ Հետո հանկարծ երբ քարոզեցի եկեղեցում որպես երիտասարդների հովիվ, Աստծո ներկայությունը եկավ հարանվանության վրա։ Արդյունքում հիմա անում եմ այն, ինչ անում եմ, քարոզում եմ ամբողջ աշխարհում։ Սակայն հիշում եմ մեկ օր երիտասարդների հովիվ դառնալուց 6 տարի անց գարնանային մաքրություն էինք անում։ Մաքրում էինք ավտոտնակը։ Եվ ես մի ձայներիս գտա։ Կնոջս արդեն ճանապարհել էի քնելու, երբ մի ձայներիս գտա։ Ձայներիս։ Հիշում եմ, պատրաստվում էի այն դեն նետել, երբ Սուրբ Հոգին ասաց. «Մի արա դա»։ Ասացի. «Աստված, ոչ ոք երբևէ չպիտի լսի սա։ Սա սարսափելի բան է»։ Նա ասաց. «Որդիս, դեն մի նետիր դա»։ Ասացի. «Լավ, բայց ես պետք է հասկանամ, թե ինչու ես ցանկանում, որ պահեմ այս սարսափելի քարոզը։ Երբեք չեմ մոռանա այն, ինչ Սուրբ Հոգին ասաց, քանի որ ցանկանում եմ, որ միշտ իմանաս, թե ինչ վատ քարոզիչ ես առանց ինձ»։ Հասկացա, որ Աստված պաշտպանում էր ինձ հպարտությունից։ Շատ ծառայություններ եմ անցկացրել, տեսել եմ Աստծո շարժը, Աստծո հոգու թափվելը, տեսել եմ, թե ինչպես են մարդիկ ոտքի կանգնել ու գոչել, եւ գիտեք ինչ, ես հասկացա, որ Աստված ինձ հստակ ասում էր. «Որդիս, դա քեզնից չէ»։ Դա իմ պարգևն է քո կյանքում։ Դու կարողություն ես ստացել գերազանցելու քո բնական կարողությունը։ Շատ կարևոր է, որ հասկանաս սա։ Թույլ տվեք հետևյալով եզրափակել այս դասը։ Դուք եք որոշում, թե որքան արդյունավետ կլինեն ձեր պարգևները։ Ուշադիր լսեք։ Դուք եք որոշում։ Դուք եք որոշում, թե որքան արդյունավետ։ Հիշում եք, Պողոսն ասաց Տիմոթեոսին. «Բորբոքիր պարգևը»։ Այն արդյունավետ չէր, պարզ է։ Սուրբ գրային մի քանի մեջբերում անեմ։ Առակաց 9:11-ում եւ 12-ում ասվում է. «Իմաստությունը կբազմապատկի ձեր օրերը եւ կավելացնի ձեր կյանքի տարիները։ Եթե իմաստուն լինեք, դուք կշահեք»։ Ինչ եք ստանում հենց հիմա այս դասընթացից։ Աստծո իմաստությունը ինչ է այն անելու, այն բազմապատկելու է ձեր օրերը եւ ավելացնելու է ձեր կյանքի տարիները։ Ինչ է նշանակում բազմապատկել օրերը։ Բնականաբար դա նույնը չէ, ինչ կյանքի տարիներ ավելացնելը։ Հակառակ դեպքում չէր կրկնի այդ արտահայտությունը։ Այդ դեպքում ինչ է նշանակում բազմապատկել օրերը։ Նշանակում է, որ մեկ օրվա մեջ դուք ավելի արդյունավետ կլինեք, քան նախկինում։ Եթե կացինս բթացած լինի, մեկ օրվա մեջ կկարողանամ միայն 1 ծառ կտրել, սակայն եթե կացինս սուր լինի, մեկ օրում ծախսելով նույն էներգիան կկարողանամ 5 ծառ կտրել։
Երբ շարժվում ենք Աստծո գերբնական պարգևներով, կարողանում ենք անել ավելին, քանի որ ժողովող 10:10 գրված է. Եթե կացինը բթացել է եւ ծայրը չի սրվում, ապա այն օգտագործողը պետք է ավելի շատ ուժ գործադրի, մինչդեռ իմաստությունը հաջողություն է բերում։ Մեզ Աստծո գերբնական իմաստությունն է պետք, որպեսզի հաջողություն ունենանք, երբ օգտագործում ենք մեր պարգևները։ Մի կարճ պատմություն պատմեմ, դուք պետք է լսեք սա։ Մի ընկեր ունեմ, ով մեծ եկեղեցու հովիվ է եւ տարի մեկ անգամ համաժողով է անցկացնում ու հրավիրում է հովիվների ամբողջ աշխարհից։ Մեկ անգամ մինչև համաժողովը կսկսվեր, նա քայլում էր սրահում եւ տեսավ, թե ինչպես էր իր եկեղեցու անդամներից մի բժիշկ նստարաններին գրքույկներ դնում։ Եվ իմ ավագ հովիվ ընկերը շտապեց դեպի բժիշկն ու ասաց. Բժիշկ, մենք ունենք կամավորներ, ծառայողներ, նրանք կանեն դա, կարիք չկա, որ դուք անեք։ Բժիշկն էլ շատ մեղմ հանդիմանելով հովվին ասաց. Հովիվ, ամեն տարի որպես բժիշկ մեկ շաբաթով արձակուրդ եմ վերցնում իմ աշխատանքից, որպեսզի ծառայեմ Աստծուն։ Մի խլեք ինձնից տարեկան այն մեկ շաբաթը, երբ ես կարողանում եմ ծառայել Աստծուն։ Երբ լսեցի այս պատմությունը, այնպես տխրեցի, այնպես սրտնեղեցի, քանի որ այդ բժիշկը չուներ Աստծուց տրված այն իմաստությունը, որը դուք ստանում եք այս դասընթացի ժամանակ։ Նա չէր ամբողջացրել պատկերը ճիշտ այնպես, ինչպես Սթենը չէր արել դա։ Աստված այդ բժշկին օժտել էր առողջապահության ոլորտում կյանքեր փրկելու համար։ Պատկերացրեք, ավետարանի ծառայողը, ով օգնում է մարդկանց փրկություն ստանալ, վաղաժամ մահանա այն պատճառով, որ չի հասկանում բժշկությունից եւ այդ ոլորտում օժտված չէ։ Նրան պակասում էր Աստծո իմաստությունը։ Արդյունքն այն էր, ինչ տեսանք։ Կա պատճառ, թե ինչու է Աստվածաշունչն ասում սա։ Ինչ էլ անեք, որն էլ լինի ձեր կոչումը, արեք դա Աստծո փառքի համար։ Ինչու, որովհետև Աստված է այդ ամենի հեղինակը։ Նա մարդկանց տվել է պարգևներ շինարարության, սպորտի, բժշկության, դասավանդման, գիտությունների ոլորտներում եւ որպեսզի դրանցով մարդիկ տարածեն Աստծո արքայությունը։ Դրանք բոլորը գործ ունեն։ Նա է Տերը, նա գլխավոր արհեստավորն է։ Իսկ ավելի ճիշտ գլխավոր կազմակերպիչն է, ով հասկանում է, թե ինչպես պետք է բոլոր բաները միասին գործեն։ Իմ եւ ձեր պատասխանատվությունն է իմաստություն ստանալ Աստծուց այն մասին, թե ինչու է մեր պարգևը կարևոր, ինչպես նաեւ բորբոքել եւ գործի դնել այն Աստծո փառքի համար։ Աստված գիտի, թե ինչ տեղ ունի այդ պարգևը գլխավոր պատկերի մեջ, եւ նա կհայտնի ձեզ դա, ինչպես ինքը հարմար կգտնի։ Ահա թե ինչու ենք կարդում Առակաց 4:7-ում. Իմաստություն ստանալը ամենակարևոր բանն է։ Հենց այդ պատճառով էլ դուք անցնում եք օժտվածը դասընթացը, դուք ստանում եք իմաստություն Աստծուց, որը կզորացնի ձեզ բորբոքելու, գործի դնելու եւ զարգացնելու ձեր պարգևները։ Ներկայացնում ենք Messenger X-ը, նյութերի ներբեռնման եւ հոսքային հեռարձակման լիովին նոր հարթակ։ Այն աշակերտական նյութերի ամբողջական թվային դարան է Ջոն եւ Լիզա Բիվերներից։ Պարունակում է վիդեո ուսուցումներ, աուդիո գրքեր, էլեկտրոնային գրքեր, կարճամետրաժ ֆիլմեր, աստվածաշնչեր եւ ավելին։ Այս նոր հարթակը կարելի է օգտագործել ձեր բոլոր սարքերով։ Այն լիովին անվճար է ավելի քան 125 լեզուներով։ Աշակերտություն յուրաքանչյուրի համար ամենուր։ Ներբեռնեք հավելվածը կամ այցելեք messengerx.com։